Առաջին հայերը Ֆրանսիայում հաստատվել են դեռևս մեր թվարկության 6-ից 7-րդ դարերում։ Իսկ անվանապես հայտնի առաջին հայը եղել է Անտիոքի Սիմոն եպիսկոպոսը, որը պարսիկների գերեվարումից փրկվելով 591 թվականին հաստատվել է Տուր քաղաքում։ Ֆրանսիացիների եւ հայերի միջև ռազմական եւ առևտրական հարաբերությունները զարգացել են 11-ից 14-րդ դարերում խաչակրաց արշավանքների եւ Կիլիկյան հայկական թագավորության ժամանակաշրջանում, մասնավորապես Լուսինյանների օրոք, երբ բազմաթիվ ռազմական, ինչպես նաեւ ամուսնական դաշինքներ են կնքվել հայ եւ ֆրանկ ազնվականների միջև։ 15-ից 16-րդ դարերում հատկապես Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո Ֆրանսիայում հայերի թիվը աստիճանաբար ավելացավ։ Հայկական փոքրաթիվ գաղութներ հիմնվեցին Մարսել, Փարիզ, Լիոն, Բորդո, Վալանս եւ մի քանի այլ քաղաքներում։ Սրանք այսօր էլ Ֆրանսիայի ամենահայաշատ քաղաքներն են, որտեղ հայերը հայտնվել են դեռ վաղ միջնադարում։ Ֆրանսիայում ակտիվ գործունեություն են ծավալել նաև հայ վաճառականները։ 13-րդ դարում նրանք առևտրատնտեսական փոքրիկ համայնքներ հիմնեցին Ֆրանսիայի հարավում՝ Մարսել, Մոնպելիե, Նարբոն, Նիմ քաղաքներում։ Ուշագրավ է, որ 12-ից 14-րդ դարերում Մոնպելիեի համալսարանի դռանը փակցված էին կիլիկյան ու ֆրանսիական դրամական փոխարժեքների սակացանկերը։ 1629 թվականին Լյուդովիկոս 13-րդը եւ կարդինալ Ռիշելիեն ստորագրեցին հատուկ հրովարտակ, որով հայ վաճառականներին տրվեց Մարսելում ազատ ելումուտի իրավունք։ Ուշագրավ իրողություն է, որ 1672 թվականին Պասկալ Հարություն անունով մի հայ Սեն Ժերմեն թաղամասում բացել է Ֆրանսիայում առաջին սրճարանը։ Իդեպ, քանի որ սուրճի վաճառքով հայերն առաջիններից մեկն էին զբաղվում, նրանցից շատերը Եվրոպայում ու նաև Ֆրանսիայում դարձան առաջին սրճարանների հիմնադիրները։ Փարիզում Հարությունին հաջորդեցին այլ հայազգի սրճարանատերեր, որոնցից առավել նշանավորը հայազգի Գրիգորի սրճարանն էր, կոմեդի թատրոնի հարևանությամբ։ 18-րդ դարի սկզբին Փարիզի ամենանշանավոր սրճարանը պատկանում էր հայազգի Հալեպցի Ստեփանին։ Նա առաջինն էր, որ հայալազարդ պատերով ու մարմարյա սեղաններով սրճարան բացեց եւ մեծ հռչակ ձեռք բերեց լատինական թաղամասում։ Մինչև 18-րդ դարի վերջը Փարիզում հայերը փոքրաթիվ եւ չկազմակերպված մի համայնք էին։ 1798 թվականին այստեղ հիմնադրված Արևելյան կենդանի լեզուների դպրոցում կազմակերպվել է հայագիտական ամբիոն։ Իսկ 1846 թվականից սկսել են գործել Սամուել Մուրադ վարժարանը եւ Արամյան տպարանը։ Ֆրանսահայ համայնքը մասնավորապես ստվարացավ Մեծ Եղեռնից հետո, մոտավոր հաշվարկներով Ֆրանսիայում հաստատվեց 50,000 գաղթականություն։ Jacob! Ça va! Nous étions sur le même bateau? Eh oui! Marie Chanabar! Հայ գաղթականների առաջ ծառացավ ազգային գոյապահպանության խնդիրը։ Այս հիմնախնդրի լուծմանը զինվորագրվեցին տասնյակ բարեգործական եւ հասարակական կազմակերպություններ, հայրենակցական միություններ, վարժարաններ, որպախնամ ընկերություններ, տիկնանց ու երիտասարդաց միություններ։ Եվ պատահական չէ, որ Ֆրանսիայում մեծ թիվ են կազմում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները։ 2003 թվականի ապրիլի 24-ին Փարիզի կենտրոնում տեղադրվեց Դավիթ Երևանցու Կոմիտասի 4 մետրանոց բրոնզե արձանը։ Երկհան Կոմիտասի եւ 1915 թվականի Օսմանյան կայսրությունում իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ 1.5 միլիոն հայերի հիշատակին։ Ֆրանսիայում բնակություն են հաստատել եւ օգտաշատ գործունեություն ծավալել հարյուրավոր հայ գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, գիտնականներ ու քաղաքական գործիչներ։ 1840-ական թվականներից Փարիզ է ձգտել ուսումնատենչ հայ երիտասարդությունը։ Փարիզը դարձել էր հայ մշակույթի կենտրոններից մեկը։
Երկար տարիներ Փարիզում են ապրել եւ ստեղծագործել Արշակ Չոպանյանը, Ավետիք Իսահակյանը, Շիրվանզադեն, Երվանդ Քոչարը, Մարտիրոս Սարյանը եւ ուրիշներ։ Փարիզի հայերը երախտապարտ եւ հավատարիմ են եղել իրենց հյուրընկալած երկրի եւ ժողովրդի նկատմամբ։ Նրանք ակտիվորեն մասնակցեցին երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիզմի դեմ մարտնչող ֆրանսիական դիմադրության շարժմանը։ Arménien. Բանաստեղծ Միսակ Մանուշյանը դարձավ ֆրանսիական դիմադրական շարժման մարտիկներից մեկը։ Նրան հետմահու շնորհվել է Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշան։ Փարիզում են ապրել եւ ստեղծագործել բազմաթիվ հայազգի արվեստագետներ, որոնց ստեղծագործությունները նպաստել են ֆրանսիական եւ հայ մշակույթի զարգացմանը։ Անրի Թրուայան, Գարզուն, Ժանսեմը, Անրի Վերնոյը, Ժորժ Կարվարենցը, Շարլ Անznավուրը եւ ուրիշներ։ Dans les cafés voisins, nous étions quelques-uns qui attendions la gloire. Et bien que miséreux, avec le ventre creux, nous ne cessions d'y croire. Et quand quelques bistrots, contre un mort pas chaud, nous prenaient une toile, on récitait des vers, groupés autour du poêle, en oubliant l'hiver. La bohème, la bohème, ça voulait dire, tu es jolie. Aşkarımız imez Tunis, demul vatis murvachunis. Boşneris navaduris, randu şakaridema. Ֆրանսիայի համայնքի ձևավորումից ի վեր ստեղծվել են բազում դպրոց-վարժարաններ։ Ֆրանսիայում գոյություն ունի 7 ֆրանսիական դպրոց, որոնցից 5-ը նախակրթարան եւ տարրական դպրոցներ են, 6-րդը քոլեջ է, որը գտնվում է Փարիզում։ Մյուսը Մարսելի համազգային դպրոցն է, որը միակ հայկական շուրջօրյա դպրոցն է տարածաշրջանում եւ միակ հայկական վարժարանը ամբողջ Ֆրանսիայում։ 1980 թվականին ստեղծված դպրոցում այսօր սովորում է շուրջ 350 աշակերտ, որոնց 40%-ը հայկական հին համայնքի ներկայացուցիչներ են, 30%-ը պոլսահայեր, ևս 30%-ը հայաստանցիներ։ Ֆրանսիայում գործում են հայկական հասարակական, բարեգործական եւ մշակութային կազմակերպություններ, որոնք հայապահպանության յուրահատուկ կենտրոններ են։ Այս առումով անգնահատելի դեր ունեն համազգային ամենօրյա վարժարանը, հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղը, Ազնավուրը Հայաստանին բարեգործական կազմակերպությունը եւ այլն։ Les beaux jours renaîtront encore. Ֆրանսահայ գաղութներում ակտիվ է նաև հոգևոր կյանքը։ Հայաստանյաց առաքելական եկեղեցու Ֆրանսիայի հայ կրոնական համայնքները միավորված են Փարիզի, Լիոնի եւ Մարսելի շրջաններում։ Ֆրանսիայի շատ քաղաքներում փողոցները կրում են Հայաստանի աշխարհագրական վայրերի եւ նշանավոր հայերի անուններ։ Օրինակ Լիոնում կա Հայաստան անունով, Վալանսում Երևան անունով փողոցներ եւ այլն։ Մեծ թիվ են կազմում նաև Ֆրանսիայի եւ Հայաստանի քույր քաղաքները, ինչպիսիք են Փարիզն ու Երևանը, Բանյոն ու Վանաձորը, Վալանսն ու Իջևանը, Մասիսն ու Էքսան-Պրովանսը եւ այլն։